Գյումրու արտահերտ ընտրություններում «Իմ հզոր համայնք» կուսակցության ավականու ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը հանդիպել է իրեն վստահող եւ իր գաղափարները կիսող գյումրեցիներին, ներկայացրել նախընտրական ծրագիրը, թեկնածուն թվարկել է քաղաքում չարչրկված բազմաթիվ խնդիրները եւ ներկայացրել լուծումների իր տարբերակը։ Նախ Գյումրին պետք է ունենա համայնքապետ, որը բանակցություններ վարելու, թիրախային գործիները ճիշտ տեղորոշելու եւ Գյումրիի արտադրանքի համար սպառման նոր շուկաներ գտնելու ունակություն ունենա։ Տեսեք, մեր տնտեսական ամենամեծ ու ամենակարևոր դաշնակիցը Ռուսաստանն է։ Ստավրոպոլի, Կրասնոդարի ու Ռոստովի հատվածներում, այդ մարզերում ապրում է մինչև 15 միլիոն մարդ, որոնցից զգալի հատված են կազմում մեր հայրենակիցները։ Օգտագործելով մեր տնտեսական համաձայնագրերի հնարավորությունները, անձամբ գնալու եմ հանդիպելու եմ այդ մարզերի ղեկավարների, քաղաքապետերի հետ եւ բանակցելու եմ, խնդրելու եմ այդ մարդկանց իրենց մարզերում առաջնային սպառման հնարավորություն տալ Գյումրիի արտադրանքի։ Մենք որպես քաղաքի կառավարման օղակ երբեք միայնակ չենք թողնելու իր խնդիրների հետ, ոչ նախկինում ներդրում արած մեր ընկերներին ու համակարգացիներին կամ դրսից ներդրում արած մարդկանց, ոչ ապագայում։ Արդյունաբերությունից աշխատանք, անօթևանությունից անվտանգություն, զբոսաշրջության զարգացումից մինչև տարբեր իրադարձային միջոցառումներ քաղաքում։ Մխիթարյանը Գյումրու խնդիրները դասակարգել է ըստ առաջնահերթությունների, հավատարիմ մնալով քաղաքի համաչափ զարգացման տեսլականին։ Մենք մեր թիմով մշակել ենք մեծ իրադարձային փաթեթ։ 12 իրադարձություններով, որոնք 12 ամիսների ընթացքում Գյումրի զբոսաշրջիկների մեծ հոսք են ապահովելու, օգտագործելով մեր մարքեթինգային ունակությունները, օգտագործելով մեր մեդիա հնարավորությունները եւ իհարկե մեր գործում շատ համոզիչ լինելով, որովհետեւ մենք ինքներս Գյումրիում հանդիսանում ենք ներդրողներ, որոնք իրենց բիզնեսը հասցրել են այնպիսի մակարդակի, որ ոլորտում նույնիսկ 50-60% այս պահի դրությամբ անկում ունենալով մեր մոտ անկումը շատ աննշան է։ Միջազգային փորձով բանակցելու կարողությամբ եւ քրտնաջան աշխատանքով կարելի է իրականացնել այս ծրագրերը որպես հնարավոր քաղաքային իշխանություն հանուն Գյումրին հզոր համայնք դարձնելու։ Հասկի ավականու ցուցակը գլխավորող Արտյոմ Թումանյանն ակտիվորեն շարունակում է քարոզ արշավը, նրա գլխավորած թիմը իր առաջնահերթությունների չարքում է դրել անօթևաններին բնակարաններով ապահովելու խնդիրը լուծելը։ Գյումրիում կան բազմաթիվ շենքեր, որոնց գրեթե 80%-ը տեղում է, կարելի է այդ ամեն ինչը վերանորոգել, վերականգնել եւ տնագներից հանել ժողովրդին։ Իսկ ինչ էլ որ կմնա չի բավարարելու, մենք նորակառույց շենքեր ենք ստեղծելու, դրա ծրագիրն է կա, ներդրողներն էլ կա Սփյուռքից, այնպես որ ինչ որ խոսում ենք, չենք խոսում հոտի մեջ, պայմանավորվածություն այս տարիների ընթացքում ունեցել ենք։ Ամենակարևոր դրույթներից նաև աղբի վերամշակման գործարանը, որը պարտադիր պետք է լինի, համ աշխատատեղ կլինի, համ մեզ կտրամադրեն անվճար տեխնիկաներ, որոնցով մենք կկարողանանք քաղաքը մաքրել աղբից եւ հետո մենք առաջիններից մեկը մենք գյումրեցիներս պետք է լինենք, այնպես որ մենք ինքներս մաքուր պահենք մեր քաղաքը։ Դե ասեցի, այնտեղ մանկապարտեզները լինելու են անվճար, սպորտ դպրոցները լինելու են անվճար, գույքահարկը տաքսու վարորդների ու գրանցված Գյումրիում լինելու է անվճար, խանութների, տնտեսվարողների խմիչքի եւ ալկոհոլի ծխախոտի տեղական турքը հանելու է քաղաքապետարանը, որպեսզի մարդիկ կարողանան մի փոքր շնչել այդ խանութները։ Անվճար մանկապարտեզներ ու մարզադպրոցներ, 300 սննդի խանութների, ծխախոտի եւ ալկոհոլի տեղական турքերի չեղարկում եւ այլն։ Թե թվարկած բարեփոխումների համատեքստում ինչպես է պատկերացնում քաղաքի զարգացումը, Թումանյանը նշում է։ Ուրեմն մենք ունենք պայմանավորվածություն Գյումրի Սփյուռքի հետ, որ իմ ընտրվելուց հետո տարեկան $200 միլիոն է մտնելու հենց Գյումրի քաղաք Շիրակի մարզ։ Դա կազմում է ամսական $16 միլիոն։ Դուք պատկերացնում եք ինչ թվի մասին եմ խոսում ես։ Այդ գումարները լինելու են բոլոր տնտեսվարողների գրպաններում, հյուրատներ, տաքսիներ, չգիտեմ, հյուրանոցներ, ռեստորաններ, հիվանդանոցներ եւ այսպես շարունակ բոլորի գրպանները գումարներ են մտնելու եւ սրանով է Գյումրին զարգանալու, մեր քաղաքի բյուջեն է մեծանալու, սա է լինելու մեր հաղթանակը։ Կառուցելու ենք աղբի վերամշակման գործարաններ,
տրամադրելու են Գյումրի քաղաքին անվճար տեխնիկա, որոնք առավոտից իրգուն մաքրելու են Գյումրու աղբը։ Մեծ ներդրումների ֆոնին Թումանյանը խոստանում է լուսավոր, գունեղ, տոնական ու մշակութային քաղաք։ Միևնույն ժամանակ Արտյոմ Թումանյանը ընդգծում է, որևէ ուժի համար չեն աշխատում, ներկայանում են իրենց դեմքով ու սեփական ծրագրով։ Մենք որդեգրել ենք ռազմավարություն եւ գնում ենք այդ ռազմավարությամբ։ Մեզ համար ակնհայտ է, որ թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս կան պրոցեսներ, ցանկություններ, պլաններ Հայաստանին եւ Հայաստանի կառավարությանը դուրս բերելու այդ ռազմավարությանը հետևելու եւ այդ ռազմավարությունը շարունակելու ուղեգծից։ Մեր բոլոր գործողությունները պետք է կարդալ այս դրամաբանությամբ։ Այս մասին ազգային ժողով կառավարություն հարցու պատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանը, թե չնայած հայկական կողմի պատրաստակամությանը ստորագրելու համաձայնեցված փաստաթուղթը, ադրբեջանական կողմից կան առաջ քաշված նախապայմաններ, ինչպես նաև կեղծ լուրեր, ապա տեղեկատվություն, թե սահմանին կրակոցներ կան։ Եվ մեր բոլոր գործողությունները պետք է կարդալ այս տրամաբանությամբ։ Այսինքն մենք որդեգրել ենք ռազմավարություն եւ գնում ենք այդ ռազմավարական ճանապարհով։ Այդ ընթացքում մնացած ամեն ինչը մենք դիտարկում ենք այս դիտանկյունից եւ այս ռազմավարության ֆոնին եւ իհարկե չենք կարող չնկատել ամենատարբեր գործոններ, բայց նաեւ այս ռազմավարական տրամաբանության մեջ են մեր արձագանքները։ Ինչ վերաբերվում է պայմաններին եւ նախապայմաններին, տեսեք, մենք ինչ ենք ասում, որ օրինակ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը մեզ համար քննարկելի է։ Այն նույն պատճառով, որի մասին քիչ առաջ ասացի, որ կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետքա չշարունակենք։ Հետևաբար, բայց ինչու ենք հետաձգում ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցով որոշումը, որովհետև ասում ենք, մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, այնտեղ էլ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, ասենք օրինակ Արևմտյան Ադրբեջանի շարժում, եւ այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին։ Ես կարծում եմ, որ շատ պարզ տրամաբանություն է, ինչ վերաբերվում է Սահմանադրության հետ կապված դրվագին, ես դրան նախկինում բազմից անդրադարձել եմ, ասելով, որ խաղաղության համաձայնագրի տեքստը այդ խնդիրը լուծում է, ես հիմա ժամանակի սղության պատճառով չանդրադառնամ նրան, եւ այդ թվում նաև այդ պատճառով, որ խաղաղության համաձայնագրի նախագիծը, արդեն համաձայնեցված նախագիծը այդ հարցը լուծում է, դա պատճառը, որ մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոխելու հարցը, որովհետև այնտեղ մենք տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ եւ սահմանադրությունների եւ այլնի հետ կապված մտավախությունների լուծման ճանապարհը ռացիոնալ մոտեցում ոչ թե նա, որ եկեք մենք ասենք դե ուրեմն սահմանադրությունը փոխեք, որ խաղաղության որ մտավախությունները փարատվեն եւ խաղաղության համաձայնագիր ստորագրվի, այլ մտավախությունները փարատելու ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է, որովհետեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո այդ տեքստը, այդ փոխադարձ պարտավորությունները կստանան ավելի բարձր իրավական ուժ, քան մեր ներքին օրենսդրությունները։ Սրանում է ամբողջ հարցը։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ Ձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։
Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը խորհրդարանում ներկայացվեց երկրորդ ընթերցմամբ։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչը ելույթում պատասխանեց հանձնաժողովում քննարկման ընթացքում հնչած հարցադրմանը, թե արդյոք եղել են միջազգային պաշտոնական արձագանքներ։ Ես կներկայացնեմ միայն Եվրոպական միության Հայաստանի խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ հանդիպման հայտարարության երկրորդ պարբերությունը, ըստ որի կոմիտեն ողջունում է Հայաստանի ազգային ժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը։ Նախագծի ընդունումը չի հանդիսանում Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հայտ, բայց համահունչ է Հայաստանի բալանսավորված քաղաքականությանը, հայտնեց արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Կառավարության առաջարկությամբ նախագծից հանվել է Հայաստանի Հանրապետությունն արտահայտելով ժողովրդի կամքը արտահայտությունը։ Եկավ հասավ երկրորդ ընթերցում, կառավարությունը որոշեց, որ այդ 60,000-ը ժողովրդի կամ արտահայտություն չէ։ Ազգային ժողովը օրենքներ ընդունելիս հանդես է գալիս որպես ժողովրդի ներկայացուցիչ։ Այս հանգամանքը հաշվի առնելով, ընդառաջելով նաև կառավարության դիտարկմանը, մենք այդ հատվածը հանել ենք օրենքից։ Սա չի նշանակում, որ 60,000 քաղաքացու դիրքորոշումը էական չի։ Նշեք առաջին 4, 5, 3 քայլերը, որոնք դուք դիտարկում եք որպես մեկնարկային քայլեր։ Ամիսներ հետո կընդունենք գործընկերության նոր օրակարգը, որը ներառում է թե կարճաժամկետ, թե միջնաժամկետ, թե երկարաժամկետ գործողություններ, որոնք ուղղված են Եվրոմիության հետ մեր առավել մերձեցմանը եւ համահունչ են այս օրենքի տեքստին։ Միջազգային արձագանքների վերաբերյալ հնչած քննադատություններին պատասխանեց նաև Մարիա Կարապետյանը։ Այս օրենքի քննարկման ընթացքում որևէ շատ չափից դուրս մեծ ողջունման ժեստ ես կհամարեի միջամտություն Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Ձեզ էլ առաջարկում եմ չփորձել Հայաստանը դնել ձեզ ծանոթ սցենարի մեջ։ Այդ ինչ է ջերմեռանդությամբ չեք գնահատում միջամտություն, չհրապարակված ճակերտավոր խաղաղության պայմանագիր կամ համաձայնագրի վերաբերյալ ձեր խնդրանքով միջ այլ պետությունների հայտարարություններին։ Խաղաղության պայմանագիրը, միջազգային հարաբերությունները, դրանք միջազգային հարաբերություններ են։ Թե ինչ որ կորոշի Հայաստանի Հանրապետության ընտրված պարլամենտը իր երկրի ապագայի մասին, դա միգուցե այլ բան է, միգուցե այդ տարբերությունը մի քիչ ուշադիր նայեք, պարոն Մինասյան։ Ինչ անում մեր հարգարժան խորհրդարանական ընդդիմությունը, երբ որ որևէ բան, որը Հայաստանի Հանրապետության իրական շահերի հետ կապ ունեցող է, մեռածա ձևանում ուղղակի։ Հայաստան խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց 64 կողմ ձայներով։ Ընդդիմության ներկայացրած պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ Հայկ Կոնջորյանը հայտարարեց, այն կառավարության թիրախին հասնելու փորձ է։ Ուստի քաղաքացիական պայմանագիրը դեմ կքվեարկի։ Վարման կարգի վերաբերյալ ելույթներից ու քննադատություններից հետո նախագիծը 32 կողմ 58 դեմ 1 ձեռնպատ ձայներով չընդունվեց։ Օրակարգում ներառված ու քննարկված բոլոր մյուս նախագծերն ազգային ժողովն ընդունեց։ Մարտի 25-ին Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զինված ուժերի սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երթման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ եւ հյուրեր։ Հանուն Հայաստանի զարգացման եւ հզորացման երդվում եմ։ Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների կոչումները շնորհել ու հանձնել են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ սերժանտների հարազատները, այդպիսով ընդգծելով բանակի ղեկավարության ու ընտանիքի աջակցության կարեւորությունը զինվորական ծառայության մեջ։ Արհեստավարժ սերժանտներին շնորհավորական խոսք է հղել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պարոնայք գեներալներ, սպաներ, հարազատներ, ընտանիքի անդամներ, պարոնայք կորպուսի սերժանտներ, ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում եմ կորպուսի սերժանտներին այս կարևոր ու խիստ պատվաբեր կոչմանը արժանանալու համար։ Ես շատ եմ կարևորում այս օրը
Քանզի մեր երամյա աշխատանքը, որը շատերին անհնարին ու անիրական էր թվում, ի պատիվ մեր գործընկերների, պարոնայք գեներալների եւ այս աշխատանքում մեզ ներդրում ունեցած բոլոր սպաների, կարող եմ ասել, որ մենք կարողացանք մեր առջև դրված զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի այս կարևոր հատվածը կենսագործելու համար։ Ես ինչու եմ կարևորում այս օրը որպես կարևոր հանգրվան։ Այն միևնույն ժամանակ ձեր յուրաքանչյուրի ուսերին դնում է լրջագույն պարտականություն։ Այլևս ստեղծվում է մի նոր համակարգ, որը խորթ էր եւ երկար ժամանակ բարդությունների է հանդիպելու, դժվարությունների է հանդիպելու, դա բնականon գործընթաց է։ Ես հորդորում եմ ձեզ յուրաքանչյուր հատվածում ձեր առաքելությունը իրականացնելու յուրաքանչյուր փուլում չկորցնել ձեր ուսերին դրած առաքելության նկատմամբ հավատն ու ձգտումը։ Այսօր ձեզնով է սկսվում սերժանտական համակարգի առաջին քայլը։ Մենք դնում ենք այսօր զինված ուժերի մի նոր կարևոր համակարգի անկյունակարը։ Դուք այն 12 անկյունակարերն եք, ինչպես գեղեցիկ խորհրդանշում է այն նորընծա նորելուկ սոսիներն եք, որոնք արդեն արմատ են ձգելու եւ իհարկե իրենց հետևից բերելու են նորանոր սոսիներ, նորանոր հաստաբուն ծառեր։ Հարգելի գործընկերներ, պարոնայք կորպուսի սերժանտներ, եւս մի անգամ շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում եմ բարի ծառայություն։ Սերժանտական նորաստեղծ համակարգի սերժանտների առաջին խումբն այսօր ստանձնեց իր առաքելությունը։ Նրանք երկարատև պատրաստություն են անցել եւ պատրաստ են շարունակել ծառայությունն արդեն նոր կարգավիճակով, նպաստելով Հայաստանի Հանրապետության բանակի պաշտպանունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանը։ Այս համակարգի ներդրումը կարևոր քայլ է զինված ուժերի արդիականացման եւ բարեփոխման գործընթացում։ Պարոնայք գեներալներ, սպաներ, ողջունում եմ ձեզ։ Մարտի 26-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը։ Քննական գործընթացին հետևել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դիտարկելով քննական գործընթացը, Սուրեն Պապիկյանն ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում, որպես բանակի պաշտպանունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը Վաշինգտոնում ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին։ Ըստ պետքարտուղարության հաղորդագրության Մարկո Ռուբիոն Հական Ֆիդանի հետ հանդիպմանն Անկարային կոչ է արել աջակցել Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղությանը։ Դիվանագետների օրակարգում են եղել անվտանգության եւ առևտրի հետ կապված հարցեր։ Ռուբիոն ընդգծել է երկկողմ առևտրում գրանցված առաջընթացը, հորդորել ավելի սերտացնել շփումները տնտեսական ոլորտում։ Ըստ պետքարտուղարության նա նաեւ ընդգծել է համատեղ ուժերով Սիրիայում կայունությունը, միասնությունը եւ խաղաղությունը խթանելու կարևորությունը։ Անդրադարձ է եղել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում արդեն մեկ շաբաթ շարունակվող բողոքի ակցիաներին։ Մարկո Ռուբիոն անհանգստություն է հայտնել ցույցերի եւ ձերբակալությունների հետ կապված։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայում բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել ռուսական եւ ուկրաինական օբյեկտների ցանկի շուրջ, որոնք ժամանակավորապես չպետք է ենթարկվեն հարձակումների։ Ըստ Կրեմլի հաղորդագրության դրանք են նավթի վերամշակման գործարանները, նավթա եւ գազատարները, պահեստները, պոմպակայանները, էլեկտրաէներգիայի արտադրության եւ փոխանցման ենթակառուցվածքները, ատոմակայանները, հիդրոէլեկտրական ամբարտակները։ Ռուսական կողմի տվյալով ժամանակավոր մորատորիումը գործում է 30 օր, սկսած մարտի 10
2018-ից։ Այն կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ Եթե կողմերից մեկը խախտի մորատորիումը, մյուսը եւս իրավունք է ստանում վարվել նույն կերպ, նախազգուշացնում են Մոսկվայից։ Երեկ Վաշինգտոնը, Կիևը եւ Մոսկվան հայտնել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել կրակը նաեւ Սև ծովում։ Ռուս-ուկրաինական կարգավորմանն է անդրադարձել Դոնալդ Թրամփը հայտարարել այդ ուղղությամբ լուրջ առաջընթաց է գրանցվել։ Խոր բանակցություններ ենք վարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ, նշել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել է Սև ծովում ուժի կիրառումը բացառելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը եւ հեռանկարը, որ այդ ռեժիմը կարող են վերահսկել ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ այլ երկրներ, այդ թվում Թուրքիան։ Կա հսկայական թշնամություն եւ ատելություն, այնպես որ մարդիկ կհավաքվեն, կհետևեն եւ կմիջնորդեն։ Տեսնենք կարող ենք դադարեցնել այս ամենը, թե ոչ, շեշտել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ իր վարչակազմն ուսումնասիրում է Սև ծովում հրադադար հաստատելու համար Կրեմլի պայմանները։ Խոսքը 5-6 պայմանի մասին է, բոլորը դիտարկում ենք, մանրամասնել է նա։ ԱՄՆ նախագահը նաև չի բացառել, որ Ռուսաստանը ձգձգում է Ուկրաինայում հրադադարի համաձայնությունը, սակայն համոզմունք է հայտնել, որ Մոսկվան ցանկանում է դադարեցնել պատերազմը, ինչպես Կիևը եւ նախագահ Զելենսկին։ Վաշինգտոնը Կիևին հազվագյուտ մետաղների մասին նոր մեծ համաձայնագիր է առաջարկում, հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին, հավելել, դեռ բոլոր մանրամասներին չի տիրապետում։ Սակայն համաձայնագրում ատոմակայանների նկատմամբ վերահսկողության մասին խոսք չկա, ասել է նախագահը, շեշտել, Զապորոժիայի ատոմակայանն առանց Ուկրաինայի չի աշխատելու։ Իդեպ ԶԱԵԿ-ի համատեղ կամ առանց Ռուսաստանի շահագործման տարբերակը բացառում է նաև Մոսկվան։ Վոլոդիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը եւ Մոսկվան քննարկում են ուկրաինական տարածքների հարցն առանց Կիևի։ Հուսով ենք Միացյալ Նահանգները կազդի Ռուսաստանի վրա, այլ ոչ հակառակը, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Նա ընդունել է, որ ուկրաինական տարածքների թեման եղել եւ մնում է ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացի ամենաբարդ խնդիրներից մեկը։ Ամեն օր Քաջարանից Կապանի թիվ 1 հիմնական դպրոց է հասնում Մերին։ Քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլում այս տարի երկրորդ կարգի դիպլոմի է արժանացել, ճանաչվել որպես լավագույն փորձարար եւ ստացել հատուկ մրցանակ։ 3D տպիչ սարք։ Առարկայով հետաքրքրվում է դեռ վաղ տարիքից։ Իմ մայրը քիմիկոս է եւ երբ ես իմացել էի իր մասնագիտության մասին, ես անմիջապես հետաքրքրվել էի, քանի որ հետաքրքիր մասնագիտություններ ըստ ինձ, եւ երբ 7-րդ դասարանում ես առաջին անգամ ծանոթացա քիմիա առարկային, տարվեցի հետեւյալ առարկայով, կոնկրետ ինձ հետաքրքրում են փորձերը, թե ինչպես են մի նյութից ստանում ընդհանրապես այլ նյութ եւ այդ հետաքրքիր ռեակցիաները, գույնի փոփոխությունը, ջերմության անջատումը, այդ ամեն ինչը բավականին ձգեց ինձ։ Քիմիայի ուսուցիչ Մերի Լազարյանի խոսքով առարկայական օլիմպիադաները ուրույն տեղ ունեն կրթական գործընթացի կազմակերպման մեջ, իսկ մրցանակները ել ավելի են ոգևորում աշակերտին։ Հնարավորություն են տալիս բացահայտելու ոչ ստանդարտ, հետաքրքիր, յուրահատուկ մտածող աշակերտներին։ Իսկ աշակերտներին իրենց հերթին հնարավորություն են տալիս բացահայտելու սեփական ներուժը։ Այդպիսի բացահայտում էր մեզ համար 9-րդ դասարանի աշակերտուհի Մերի Հարությունյանը։ Մերիի համար սիրելի են բոլոր առարկաները, բայց բնագիտականների հանդեպ, այսպես ասած, թուլություն ունի։ 9-րդ դասարանում առաջին անգամ օլիմպիադային մասնակցելով նման հաջողության հասնելը պատիվ է։ Մարզային փուլին ես շատ ավելի լարված էի, քան հանրապետական փուլին։ Երբ իմացա, որ մարզային փուլը անցել եմ բարձրագույն միավորներով մարզում, ես բավականին հանգստացել էի եւ արդեն այդպիսի ներշնչանք չկար, որ չեմ կարողանալու կամ անհնար է։ Իսկ հանրապետական փուլին ես ուղղակի մտել էի այն հույսերով, որ կարողանալու եմ հաղթահարեմ եւ անցնելու եմ։ Թեև հանրապետական փուլի հաղթանակը սպասելի էր, բայց լավագույն փորձարարի կոչմանն արժանանալուն Մերին հաստատ չէր սպասում։ Երբ որ իմ անունը կրկին հնչեց, ես բավականին զարմացած էի եւ չէի ակնկալում նման բանի եւ խառնվել էի, երբ նրանց մոտեցա, ես չէի հասկանում էլի ինչ էր կատարվում, ցանկանում էի իմանալ հենց կոնկրետ ինչու եմ արժանացել, որովհետեւ անուշադիր էի այդ պահը, երբ ինձ ասացին, որ արժանացել եմ նման մրցանակի կոնկրետ 3D printer-ի լավագույն փորձարար լինելու համար, ես ուղղակի ապշած էի, որովհետև մտքով անգամ չէր անցել, որ նման բան կարող եմ անել։ Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Զաքարյանի խոսքով աշակերտները մշտապես ակտիվ մասնակցում են առարկայական օլիմպիադաներին։ Այս տարի մարզային փուլին 15 հոգի է մասնակցել, նրանցից 2-ը հանրապետականին։
Յուրաքանչյուր եւ ուսուցիչ եւ աշակերտ անպայման խրախուսվում է եւ տնօրինության կողմից եւ դպրոցի կողմից, որը խթանում է եւ աշակերտների եւ ուսուցիչների մոտիվացիան։ Եթե ուսուցիչը տեսնում է, որ իր աշխատանքը գնահատվում է, ել ավելի մեծ եռանդով ու աշխատասիրությամբ է կատարում իր աշխատանքը։ Մերին այս տարի կավարտի հիմնական դպրոցը հպարտ է, որ կարողացավ հաստատությանը պատիվ բերել եւ ոգեշնչել մյուս աշակերտներին։ Գավառի Ֆրունզե Դովլաթյանի անվան մշակույթի տան հիմնանորոգումն ավարտվել է 31 միլիոն 516 հազար դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրով շինարարությունը սկսվել էր 2020 թվականին, հիմնանորոգվել էր մշակույթի տան մի հատվածը, 2021-ին պետությունն ու համայնքը համատեղ իրականացրին մյուս հատվածի կապիտալ վերանորոգումը, որն արժեցավ 110 միլիոն դրամ։ Պահպանվել է նաև դահլիճը իր 500 նստատեղով եւ արդյունքում մենք ունենք գեր ժամանակակից լուսավորությամբ ձայնով հագեցած մշակույթի տուն, որտեղ ինչպես մեր քաղաքային, մարզային, այնպես էլ հանրապետական ցանկացած միջոցառում են կարող ենք ընդունել, հյուրընկալել։ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով 89 միլիոն 904 հազար դրամ էր հատկացվել մշակույթի տան կահավորման համար։ Աշխատասենյակների գույքի ձեռքբերումից բացի տեղադրվել է նաև արտաքին էկրան, որի միջոցով բնակիչները կհետևեն մշակույթի տանն անցկացվող միջոցառումներին։ Շատ դեպքերում առաջանում է այս կամ այն գույքի անհրաժեշտությունը, կարիքը մենք փորձում ենք տարեկան կապիտալ եւ ընթացիկ դրամաշնորհներով լուծել նաեւ ընթացիկ խնդիրները։ Կարծում եմ ինքը իր ծանրաբեռվածությամբ պետք է աշխատի, հնարավորություն տա, որպեսզի մեր եւ համայնքում եւ քաղաքում ակտիվանա մշակութային կյանքը։ Համայնքի խոշորացումից հետո արդեն երկրորդ մշակույթի տունն ենք բացել բնակավայրերում եւ յուրաքանչյուր մշակույթի տուն նաեւ ապահովում է որոշակի մշակութային ծառայություններ, այդ թվում կրթական։ Մշակույթի տանն էլեկտրաէներգիա մատակարարվում է արևային ֆոտովոլտային համակարգի միջոցով։ Այն ոչ միայն ամբողջությամբ բավարարում է հաստատության կարիքները, այլև սնուցում է հարակից 3 փողոցի լուսավորության ցանցը։ Խնայված գումարներն ուղղվելու են մշակույթի տան պահպանությանն ու ընթացիկ խնդիրների լուծմանը։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացրին անմիջապես։ Համագործակցելով համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Երևանի բարեկների հետ, մարտի 13-ին ժամը 23:30-ին մայրաքաղաքի Արցախի պողոտայում ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ Էրեբունու բաժին են տեղափոխվել 40 եւ 41 տարեկան երկու տղամարդ։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 գրամ մեթամֆետամինի, 4.3 գրամ հաշիշի, 1.8 գրամ հերոինի եւ 16.4 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ։ Պարզվել է նաեւ, որ նա Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ մարտի 14-ին խուզարկություն է կատարվել 41-ամյա տղամարդու փաստացի բնակության վայրում։ Հայտնաբերվել են շուրջ 2 կիլոգրամ 810 գրամ մեթամֆետամինի, 1 կիլոգրամ 26.19 գրամ մարիխուանայի, 812 գրամ հերոինի, 229.52 գրամ ափիոնի, 36 գրամ կոկաինի եւ 30.52 գրամ հաշիշի յուղի նմանվող զանգվածներ։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ 41-ամյա տղամարդը կալանավորվել է, կատարվում է նախաքննություն։ Մարտի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4059 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 125 մեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 163, առանց վարորդական իրավունքի վկայականի 258 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված 33, չամրակապված վարելու 689, վարելի ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 272, վարելի սեռախոսից օգտվելու 180, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 53 եւ 1557 այլ իրավախախտումներ, 134 մեքենա շահագործվել է առանց ԱՊԱ պայմանագրի, 321-ը տեխնիկական զննություն չանցած, 56-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 91-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 65 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12888 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 265 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստավիճակում մեքենա վարող 198, առանց վարորդական իրավունքի վկայականի 664 անձ, հայտնաբերվել են հաշվառման համանիշի հետ կապված 67, չամրակապված վարելու 2769, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 357, վարելիս հեռախոսից օգտվելու 495, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 42, արագության գերազանցման 1877 եւ 3857 այլ իրավախախտումներ, 415 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1315-ը տեխնիկական զննություն չանցած, 462-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 7-ը բեռնատարներ, 225-ը թաղանթապատված դիմապակեով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 46 անձ։